շոկի մեջ ենք վարես, անտանելի ցավ է։ Սարսռում են ծափաթաղցիները, երբ իմանում են ինչպես է մահացել փոքրիկ Տիգրանը։ Այս կանայք եկել էին Հովհաննեսովների տուն ցավակցելու հարազատներին։ Ահա սարսուր լուրն առնելուն պես շեմքից հետ են դառնում։ Եկել էինք, մեկ էլ լսեցինք, իմացանք հետ ենք գնում։ Չեք մտնում ցավը։ Չէ, դե ինչ մտնենք։ Սարսափելի, ես չգիտեմ, ես բառը չեմ գտնում, ինձ Վալերիան տուա նոր հետ բերել, ես չեմ կարող ասեմ։ Ծափաթաղում մեկ շաբաթ առաջ անհետացած 3 տարեկան երեխային խեղտամահ է արել հայրը։ Սկանդալային վարկածը բացահայտել է ներքին գործերի նախարարը։ Ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Փոքրիկի մարմնի վրա գլխին վնասվածքներ են հայտնաբերել արտաքին զննությամբ, հայտնում է քննչական կոմիտեն։ Տիգրանի հայրը սպանության կասկածանքով ձերբակալվել է։ Նա իրավապահներին ասել է, թե իր արարքի դրդապատճառը ընտանեկան հարցերն են։ Գյուղում խոսում են, թե հրեշավոր սպանության համար կասկածվող տղամարդը այդ քայլին է դիմել, երբ պարզել է, որ ինքը չէ Տիգրանի բիոլոգիական հայրը։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Շատ նախնական տվյալներով 2 եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին, ասում է նախարարը։ Հոկտեմբերի 27-ին փոքրիկ Տիգրանը եղել է 5 տարեկան եղբոր հետ, որը չի խոսում։ Երեխան անցած շաբաթ վախեցած կոկորդներ ցույց տվել, երբ քննիչները նրան հարցրել էին, թե ինչ է պատահել Տիգրանի հետ։ Եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկի։ Կիրակի ժամը 15-ի սահմանում ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում են հայտնաբերել փոքրիկ Տիգրանի մարմինը։ Կամավոր Սվետլանա Լևոչկինայի շունն է նախ գտել երեխայի կոշիկը, հետո հայտնաբերվել է փոքրիկի անկենդան մարմինը։ Вот эта собака помогала. Везде ходила. Շունն ինձ օգնեց։ Տեղեր կային, որտեղ չէի կարողանում բարձրանալ։ Շունը վազում էր, ստուգում։ Այս ամբողջ ընթացքում մենք փնտրում էինք։ Գլխումս չի տեղավորվում, որ հայրն է արել։ У меня не вяжется это в голове. Բայց ինչպես է երեխայի մարմինը սպանությունից 1 շաբաթ անց հայտնաբերվել այնտեղ, որտեղով որոնումների 6 օրերի ընթացքում մի քանի անգամ են անցել ոստիկանները, փրկարարներն ու կամավորները։ Я сама лично там все вот это смотрела и прочесывала, и залезала, и... Այդ հատվածը կարելի է ասել սանջել եմ, այնքան ուշադիր եմ զննել։ Այդ տեղը, որտեղից գտել են երեխային, դա տարկ էր, ոչ մի կասկածելի բան չկար։ Վստահեցնում եմ ձեզ։ Ինձնից հետո էլի մարդիկ են այդ նույն տեղերը զննել։ Ты же едешь и... Ոչինչ չեն գտել։ Երբ մենք օրեր առաջ փնտրում էինք, այդ կողմերում անգամ մարդու ոտնահետքեր չկային։ Ակնհայտ էր, որ խոտը ոչ մեկը չէր տրորել։ Точно так же. Там, где я ходила, там еще много людей ходили. Որդու սպանության համար կասկածվողը խոստովանել է, որ որոնողական աշխատանքների ընթացքում ինքը տեղից տեղ է տեղափոխել մարմինը։ Երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների։ Արդյոք ընտանիքի մյուս անդամները իմացել են իրականությունը։ Հարևաններից մեկը, որ եկել էր Հովհաննեսովներին ցավակցելու, կարծում է Տիգրանի 5 տարեկան եղբայրը թեպետ նորմալ չի խոսում, բայց տան անդամները կարող էին գլխին ընկնել, ինչ է ուզում ասել, կոկորդը ցույց տալով։ Ես էլ եմ զարմանում, ասում իրանք պետք է իմանան, էլի արդեն 5 տարեկան է, ինք իրանց հետ շփվում է։ Կարան ասեն, որ ինչի համար այդքան կոկորդին ձեռ տալ այդ երեխան։ Կասկածներ կան, որ եղբոր սպանությունը նրա աչքի առաջ է եղել։ Քննիչներն այսօր առավոտից քննչական ակտիվ գործողություններ են անում Հովհաննեսովների տանը։ Չէ, դուք ձեր հետ եմ ուզում խոսել։ Տիգրանի մասին մեր հարցերին չի պատասխանում հորեղբայրը, միայն ուսերն է թոթվում։ Հարևաններն այսօր էլ կրկնում են, Տիգրանը տան միակ հոգեպես ու ֆիզիկապես առողջ երեխան էր։ Այդ ընտանիքը բուժման կարիք ունի, պնդում է գյուղացիներից մեկը։ Այդ ընտանիքը բուժման կարիք ունի, ոչ մեկը այդ բանը չի նշում։ Երկու աղբեր քուրը ծնողներից իրենց ծնողներից հիվանդություն ունեն, դրանց այդ քուր եղբորից եղել է 9-10 երեխա, բոլորը հիվանդ երեխեք են։ Ինչու բուժում չեն բանում, ընկել է սրա նրա հետևից։
Գյուղի բուժքույրը, որ ներկա է եղել տանը կատարված քննչական գործողություններին, պատմում է. Բերեցին Արմենին, դարան։ Այսինքն ոստիկանությունում էր ինքը։ Հա, մեքենայի մեջ էր իջացրեցին, գնացին բան հետևը, չգիտեմ, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Մայրը տանն է։ Մայրին բոլորին տանից հանեցին դուրսում կանգնած էինք մենք։ Ինչի համար։ Չգիտեմ։ Տանը բայց ինչ որ գործողությունների։ Չէ, ոչ մի գործողություն, չէ։ Իսկ ինչ է լինելու այն երեխաների ճակատագիրը, որոնք դեռ այդ անառողջ ընտանիքում են։ Նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում նաև առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները պարզելու տեսանկյունից եւ վստահ թեման կոմունիկացվել է նաև տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որովհետեւ նաև ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն։ Թերեզա Կադաևչյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։